Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հետ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Այվազյան։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Եվ սկսենք այսպես վերլուծել, հասկանալ ինչ է կատարվում տարածաշրջանում, արդեն մերձավոր արևելքի գրեթե բոլոր երկրները այսպես ներգրաված են, հա, այս թեժ մարտեր են հենց մեր հարևանությամբ, եւ ինչպես Միացյալ Նահանգներն են նշում, պատճառը, հա, այսպես իբրև Իրանի միջուկային ծրագիրը կանխելն է, բայց իրականում նաեւ այստեղ ակնհայտ է, որ փորձում են այնտեղ կառավարման համակարգի փոփոխություններ կատարել։ Այս հրավերաբերյալ կհաջողվի թե ոչ, եւ այսպես կանխատեսումներով իհարկե առաջնորդվենք, երկարատև են այս գործողություններ լինելու, թե կավարտվեն առաջիկայում։ Նախ այն որ նշեցիք, թե միջուկային զենքի համար է այս պատերազմը մղվում, արդեն իսկ Միացյալ Նահանգներում էլ իրենց ղեկավարության կազմում եւ առհասարակ Բերնախավում տարբեր պատճառաբանություններ են բերվել, բոլորն էլ իրականում պատրվակներ են, պատճառներ չեն։ Միջուկային զենքի հարցով 30 տարի է, ասում են, թե Իրանը որը 2 շաբաթից, մի ամսից, 2 ամսից պետք է միջուկային զենք ստանա, բայց մինչև այսօր չգիտես ինչու դեռ չի ստացել։ Այսինքն պատճառն էլ գիտենք ինչն է եղել, դա եղել է Այաթոլլահ Ալի Խամենեիի Իրանի հոգևոր առաջնորդի կրոնական հրովարտակը, որը նա արձակել է, եթե չեմ սխալվում, 2002 թե 2003 թվականին, ասելով, որ այդ զենքը հակասում է իսլամի սկզբունքներին եւ հակամարտկային է, մենք չպետք է արտադրենք։ Թե ինչ կլինի այս պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո, արդյոք Այաթոլլահ Խամենեիի սպանությունից հետո Իրանի ղեկավարությունը եւ նոր հոգևոր առաջնորդը, որ այս հենց օրերին հավանաբար կընտրվի, ինչ որոշում կընդունեն, արդյոք նրանք չեն գնա արդեն Հյուսիսային Կորեայի ճանապարհով եւ չեն որոշի ստանալ միջուկային զենք, շուտով կտեսնենք, շատ շուտով առաջիկա ամիսներին կամ 1-2 տարվա ամենաշատ ընթացքում բարձ կլինի, որովհետեւ Իրանը պետք է որ արդեն հասկանա, որ եթե ունենար միջուկային զենք, ապա իր դեմ այսպիսի խոշորածավալ հարձակում տեղի չէր ունենա։ Տեսեք, Կորեան շատ ավելի փոքր պետություն է, ավելի փոքր բնակչությամբ, ռեսուրսներով, էլ չեմ ասում տարածքով, անհամեմատ ավելի փոքր պետություն է, բայց Կորեայի վրա ոչ ոք չի համարձակվում հարձակվել, որովհետև Կորեան ունի եւ միջուկային զենք եւ այդ զենքը, այդ ռումբը տեղ հասցնելու կրիչներ, իդեմս միջցամաքային հրթիռների արդեն իսկ, ինչպես նաեւ ավելի այսպես երկար հեռահարության հրթիռներ, որոնք կարող են հասնել որտեղ որ պետք է։ Հիմա ինչ վերաբերում է կառավարման համակարգի հետ կապված, հաջողվի Միացյալ Նահանգներում այս կրոնապետությունը փոխել ու տեսեք, ասեմ, հիմա էլի շարունակեմ, ձեր հարցին էլ անդրադառնամ։ Ուրեմն պատճառը իրական ինչու են սկսել, պատճառները ինչու է այս պատերազմը Իրանի դեմ սկսվել, բազմաթիվ են։ Հիմա գուցե բոլորի մեջ չխորանանք, բայց մի քանի բան ասենք։ Խնդիրն այն է, որ Իրանը զբաղեցնում է շատ մեծ տարածք, նստած է այդ երկիրը շատ մեծ բնական հարստությունների վրա եւ չի ենթարկվում այն արևմտյան կայսերական ուժերին, իդեմս Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների, որոնք փորձում են իրենց վերահսկողության տակ պահել ամբողջ աշխարհը։ Եվ միաժամանակ Իրանը դաշնակցել է Չինաստանի եւ Ռուսաստանի հետ, դարձել է BRICS կազմակերպության անդամ, Շանհայի կազմակերպության անդամ եւ դրանով իսկ մի լրջագույն այսպես պատնեշ է Միացյալ Նահանգների քաղաքականության համար, ինչպես նաեւ բնականաբար Իսրայելի համար է վտանգ ներկայացնում մերձավոր արևելքում, քանի որ Իրանը միակ պետությունն է մնացել այսօրվա դրությամբ, որը աջակցություն է ցույց տալիս պաղեստինյան դիմադրական ուժերին, վերջին պետություններից, որոնք դեռևս կարողանում էին այդպիսի աջակցություն ցույց տալ, Սիրիան էր, որը ջախջախվեց եւ իշխանության բերվեց նախկին Ալ-Քաիդայի մի ահաբեկիչ, որը ամբողջությամբ ենթարկվում է Միացյալ Նահանգներին,
Թուրքիային, ինչպես նաև Իսրայելին։ Իսկ այս սցենարը Իրանի դեպքում կգործի թե ոչ։ Հենց հիմա հերթով գնանք երկար է այս խոսակցությունը, այնպես չեմ կարող, չի կարելի շատ արագ անցնել քայլից։ Ուրեմն տեսեք, իրենց նպատակը ոչ թե Իրանում կառավարման համակարգը փոխել է միայն, ոչ թե միայն նստացնելն է մեկ ուրիշ ղեկավարություն Իրանի գլխին, որը կենթարկվի իրենց, այլ առհասարակ այդ պետությունը մասնատելն է եւ ոչնչացնելն է։ Մի քանի մասերի մասնատելը, քաոս ստեղծելը, քաղաքացիական պատերազմ հրահրելը, որովհետեւ Իրանում իրենց կարծիքով իրենք կարող են հասնել նրան, որ քրդական ուժերը, ազերները, արաբները, բելուջները ապստամբեն եւ նաեւ ընդդիմադերներ կան, այսպես արմատական Իրանում եւ այս բոլոր ուժերը միմյանց դեմ պատերազմ մղեն, այդ պետությունը հաշվարկից դուրս գա, չկարողանա այլևս որևէ կերպ դիմադրել, ինչպես Սիրիան, ինչպես Իրաքը այսօրվա դրությամբ նույնպես մասնատված երկիր է։ Մի քանի մասի բաժանված, բանակը իր տեղն ունի, բացի բանակից կան Իրաքում իրանամետ շիական խոշոր ռազմական կառույցներ, փոքր բանակներ կան այնտեղ, այսինքն երկիրը այսպես չի գործում, կա նաև քրդական ինքնավարությունը Իրաքի հյուսիսում։ Նույն իրավիճակը գրեթե Սիրիայում է, որը դեռևս տարիներ են պետք որ խելքի գա։ Հիմա սա է նպատակը իրական, ոչ թե միջուկային զենքի հարցը, որը կարող էին սահմանափակել դեռևս 2015 թվականին կնքված համատեղ համապարփակ մի պայմանագրով բազմակողմանի պայմանագիր էր 5 տարի շարունակվել էին այդ բանակցությունները 2010 թվականից մինչև 2015 թվականը ծանր բանակցություններ էին վերջապես այդ բանակցություններով որոշվեց թե Իրանը ինչպիսի զիջումների պետք է գնա եւ դրա դիմաց պատժամիջոցները տնտեսական որոնք սահմանված էին Իրանի դեմ պետք է այսպես աստիճանաբար հանվեին Պայմանագիրը կնքելուց հետո ընդամենը 3 տարի անց Թրամփը եկավ իշխանության եւ այդ պայմանագիրը պատրեց գցեց մի կողմ, ասեց չի գործում, բոլոր պատժամիջոցները նորից սահմանեց։ Այսինքն խնդիրը միջուկային զենքը չէր։ Եվ հիմա անցնելով արդեն պատերազմի վերլուծությանը, եկեք տեսնենք ինչ է կատարվում, նաեւ խոսենք չմոռանանք ընթացքում երեք հայտնված այն լուրերի մասին, թե քրդական ուժերը իբր ներխուժել են կամ պատրաստում են ներխուժել Իրանի հյուսիս-արևմտյան տարածք Իրաքից եւ այնտեղ ինչ-ինչ ապստամբական գործողություններ ծավալել, բայց որպեսզի հասկանանք 6-րդ օրն է պատերազմի, ինչպիսին է այդ ընթացքը, պետք չէ այնքան հետեւել այսպես արևմտյան եւ նրանց ազդեցության տակ գործող բազմաթիվ այլ ԶԼՄ-ներին կամ աղբյուրներին պետական ամերիկյան կամ իսրայելյան դրանց էլ պետք է հետևել, բայց շատ քննադատական հայացքով նայել, որովհետեւ քարոզչական տարը շատ մեծ է, ինչպես բոլոր պատերազմներում։ Այո, բոլոր պատերազմներում երկու կողմից էլ իդեպ լինում է քարոզչական մեծ բաղադրիչ։ Ուրեմն ոչ դրանց այդքան պետք չի հետևել, նաև տեսեք մեր գլխավոր ալիքը, հանրային ալիքը ՀՄԿ նույնպես հաճախ ինչքան որ հասցնում եմ նայել, մեկ էլ տեսնում ես իսրայելա-ամերիկյան քարոզչություն կարծես վարի։ Նրանց տեսակետները նույնությամբ կրկնի։ Այնինչ քննադատական հայացքով պետք է նայել այս ամեն ինչին։ Որպեսզի հասկանանք ինչ իրավիճակ է այս պատերազմում, նախ կարող ենք համեմատել այն վնասները եւ կորուստները, որոնք կողմերը միմյանց պատճառել են, հասցրել են պատճառել այս օրերի ընթացքում։ Եկեք տեսնենք, համեմատենք։ Վերցնենք երկու հիմնական այսպես չափման ուղղություն, մեկը ֆիզիկական կորուստները, զոհերը, ոչ միայն զոհերը, ֆիզիկական կորուստներ ասելով ներառենք դրա մեջ մարդկային զոհերը, ռազմական կորուստները, սպառազինության կորուստները, տարածքային կորուստները, հրամանատարության կորուստները, նաև տնտեսական բնականաբար կորուստները։ Եկեք տեսնենք նախ սա եւ բարոյական կորուստները կնայենք նաև ֆիզիկականից բացի։ Կամ գուցե եկեք սկսենք բարոյականից էլ հենց։ Բարոյական կորուստները
Իրանում արտաքին հարձակման պայմաններում ժողովրդի մեծ մասը համախմբվել է արտաքին ագրեսիային դիմադրելու Իդեպ կարծես Խամենեի սպանությունը ավելի էսպես մոտեցրեց, եթե միջի այդ ինչ որ անջրպետ կար ժողովրդի եւ Իրանի իշխանության միջև, ապա դրանից հետո ավելի էսպես հենց դա նկատում եմ, բայց ոչ միայն Խամենեի սպանությունը, այլ եւ Խամենեի սպանությունը, եւ այն բազմաթիվ քաղաքացիական անձանց սպանությունները, եւ 11 հիվանդանոցներին հարվածները, եւ այն դպրոցում 165 աշակերտների եւ դասատու այսպես ուսուցիչների սպանությունները ընդհանրապես արտաքին այդ ներխուժումը սովորաբար համախմբում է ժողովրդին, ինչպես եւ տեղի ունեցել Իրանում, բնականաբար այն իշխանությունը, որը այդ պահին գտնվում է երկրի ղեկավարության ղեկին, իր ձեռքն է, նրանց շուրջն են համախմբվում Անդիմադիր ուժերի որևէ ցույցեր, որևէ ինչ որ խլրտումներ, անկարգություններ չեն գրանցվել երկրում եւ չեն էլ կարող գրանցվել երկու պատճառով նախ ասացի որ մեծ մասը ժողովրդի համախմբվել է արտաքին ներխուժումը հետ մղելու գաղափարի շուրջ եւ երկրորդը եթե ինչ որ փորձել արվեր բնականաբար կճնշվեր որտեղ ռազմական դրություն է երկրում ինչ ցույց, ինչ չգիտեմ ինչ բողոքներ եւ այլն ուրեմն Բարոյական առումով ժողովուրդը ամուր է Իրանում, շատ վճռական է, դա նաև իրենց ավանդույթի մեջ է մտնում, պատմական։ Առհասարակ իրանցիները հայտնի են որպես լավ մարտիկներ, միշտ է այդպես եղել հազարամյակների ընթացքում։ Երբ հիմա որդեգրել են, այսպես ասած, այնտեղ դրոշը, հա, բարձրացված վրեժի քաղաքականություն ու ասում են, որ մենք անպայման Խամենեի համար վրեժ ենք հարվածում են, մենք պետք է ուրեմն վրեժ լուծենք, հարվածենք, պատասխան հարվածներ հասցնենք։ Իրանցիները առհասարակ հայտնի են որպես լավ մարտիկներ, պատմության ընթացքում միշտ այդպես է եղել։ Եթե վերցնենք նորագույն պատմության շրջանը, ապա 1980-ից 88 թվականի պատերազմում Իրանի դեմ էին հանդես գալիս գրեթե բոլորը Իրաքյան պատերազմը ես նկատի ունեմ, երբ 1979 թվականին տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը, Իրաքին խրախուսեցին, որպեսզի հարձակվի Իրանի վրա, եւ այդ հարձակումից հետո 8 տարի Իրանը միայնակ դիմադրեց եւ Իրաքին եւ նրա թիկունքին կանգնած գրեթե բոլոր եւ արևմտյան ուժերին եւ խորհրդային միություններ Իրաքին օգնում բայց կարողացավ մեծ կորուստների գնով միայնակ հետ մղել այդ ագրեսիան։ Հիմա էլ դեռևս պատերազմը նոր է սկսել, իրանական ժողովրդի դիմադրողականությունը ես համոզված եմ շատ այսպես երկար կտևի։ Հիմա սա բարոյական կողմը։ Եթե վերցնենք Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, Իսրայելում հասարակությունը մեծ մասամբ պաշտպանում է այս հարձակումը, բայց թե որքան կտևի այդ նրանց ընթացքը դեռ կերևա, որովհետև նրանք կարծում են, թե պետք է 1, 2, 3 շաբաթվա ընթացքում պատերազմը ավարտվի։ Իսկ այդ ընթացքում, քանի դեռ շարունակվեն իրանական հարվածները, Իսրայելը կաթվածար վիճակում է լինելու, այսինքն երկիրը չի աշխատելու, դպրոցները փակ են լինելու եւ այլն։ Տնտեսությունը մեծ կորուստներ է կրելու, մարդիկ ապաստարաններում են քնելու, զարթնելու եւ այլն։ Միացյալ Նահանգներում հասարակության մեծ մասը ըստ հարցումների դեմ է այս պատերազմին։ Դեմ են այս պատերազմին նաեւ քաղաքական եւ հասարակական ուժերի շատ զգալի այսպես հատվածներ։ Օրինակ դեմոկրատական կուսակցության մեծ մասը դեմ է։ Երեք սենատում Միացյալ Նահանգների դեմոկրատները փորձեցին մի կետ անցկացնել, որով կսահմանափակվեր Թրամփի պատերազմ վարելու, երկարաժամկետ պատերազմ վարելու իրավունքը, բայց չհաջողեցին 53 դեմ եղավ նրանց այդ առաջարկին 47 կողմ, այսինքն այնքան էլ շատ չէ այս տարբերությունը 40 գրեթե կեսը դեմ է այս պատերազմին, նույնիսկ քաղաքական ամենաբարձր այսպես ատյաններում, եթե վերցնենք Միացյալ Նահանգների սենատը։ Հիմա վերցնենք ֆիզիկական կորուստները։ Ֆիզիկական կորուստները Իրանը կորցրել է 1-2 տասնյակ
հրամանատար եւ պետության առաջի դեմքերին ամենից առաջ պետք է հիշատակել բնականաբար գերագույն հոգևոր առաջնորդին Այաթոլլահ Խամենեին, որը ղեկավարում էր երկիրը 1989 թվականից մինչև այսօր, այսինքն 37 տարի։ Բացի նրանից սպանվել են եւ պաշտպանության նախարարը, եւ Պահապանների կորպուսի հրամանատարը, եւ մի շարք այլ գործիչներ։ Բայց պետական կառավարման համակարգը, հրամանատարության համակարգը ճաքեր չի տվել, ճեղքվածներ չի տվել, փոխարինվել են նրանք անմիջապես եւ պետությունը ղեկավարվում է նույն այսպես սովորական ընթացքի մեջ։ Այստեղ մի կարևոր ռազմական հանգամանքի վրա ուշադրություն դարձնեմ։ Անցյալ պատերազմի ժամանակ էլ այդ կար, ես այն ժամանակ էլ դա ասացի։ Անցյալ պատերազմը նկատի ունեմ անցյալ տարվա հունիսին Իրանի դեմ 12 օրյա պատերազմը։ Երբ ասում են հարձակվել ենք եւ խփել ենք այսինչ շտաբին, խփել ենք այս հրամանատարին սպանել ենք, այնինչ հրամանատարին սպանել ենք, բանակը Իրանի ամբողջովին, եթե բոլոր ռազմական կառույցները իրար հետ վերցնենք, 1 միլիոնանոց բանակ է մոտավորապես, ներառյալ Պահապանների կորպուսը, բում բանակը, այդ բանակում կարող ես դեռ շատ հրամանատարներ շարքից դուրս հանել, բայց բանակին ոչինչ չի պատահի, որովհետև բանակը այդպես է կառուցված, սպանվում է, փոխարինում են, երբ այո, չի խաթարվի, մի դեպքում կարող էր օգուտ տալ նմանատիպ ուրեմն այսպես կետային հարվածն ու ոչնչացումը, եթե անմիջապես դրանից հետո տեղի ունենա հարձակում եւ փորձարվի այդ տարածքը գրավել, խուճապի մատնել եւ այլն, բայց եթե սպանությունից հետո այդպիսի հարձակում չի իրականացվում, չի էլ կարող իրականացել, դեպ այդ ուժերը չունեն ոչ Միացյալ Նահանգները, ոչ էլ Իսրայելը, որպեսզի ցամաքային ճանապարհով ներխուժեն Իրան։ Այդ սպանությունները իրենց ուզած ցանկացած արդյունքին երբեք բերել չեն կարող։ Դա պատերազմի ժամանակ է, եթե դա հրամանատարությանը սպանում ես, անմիջապես հարձակվում ես, չեն հասցնում փոխարինել, դեռ այսպես ժամանակ չունեն կապը նորից վերահաստատել։ Այդ ժամանակ կարող է օգուտ բերել, բայց այսպես սպանես նորին կնշանակեն, էլի սպանես այն մյուսին կնշանակեն։ Ուրեմն Իրանը կրել է մոտավորապես ըստ պաշտոնական տվյալների ավելի քան 1000 մարդ է սպանվել, մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Իրանը կորցրել է իր նավատորմի զգալի կամ գուցե մեծ մասը, խոշոր նավերն է կորցրել։ Իրանի բալիստիկ հրթիռների արձակման կայանքները մասամբ ոչնչացվել են, բայց ես կարծում եմ մեծ մասը այդ բալիստիկ հրթիռների եւ կայանքների կան, որովհետեւ դրանք բոլորը գետնի տակ էին արդեն։ Տարիներ շարունակ Իրանը իր այդ հիմնական սպառազինությունը գետնի տակ էր պահում։ Կարող է 1-2 թունել այսպես կամ այդ բազաներից ստոր գետնյա բազաներից ոչնչացրած լինեն, հասցնեն, բայց մեծ մասը չեն կարող, երկիրը շատ ահռելի մեծ երկիր է եւ չեն կարող այդպես ոչ հայտնաբերել, ոչ էլ հասցնել ոչնչացնել։ Ըստ Իսրայելի իրենք բոլոր կայանքները ոչնչացրել են, 12 կայանք է մնացել բալիստիկ հրթիռների արձակման։ Բացահայտ սխալ տեղեկատվությունը չի կարող այդպիսի բան պատահել, որովհետև տեսնում ենք, որ հրթիռները շարունակում են արձակվել Իսրայելի դեմ։ Իրենք ասում են, թե տեսեք, պակասել է հրթիռների արձակումների քանակը, բայց պակասել է ոչ թե այն պատճառով, որ կայանքներն են պակասել, այլ որովհետև դեռևս Իրանը նախապատրաստում է երկար վարել այս պատերազմը, այսինքն խնայողաբար է օգտագործում իր հրթիռները։ Պատկերացրեք, եթե օրվա ընթացքում 10 ժամը 1 թեկուզ կամ 7 ժամը 1 հարվածներ լինեն, իրականում ավելի հաճախ են հարվածները լինում Իսրայելի դեմ։ Օրինակ այսօր առավոտյան ես լսեցի, ասացի նոր հարված է տեղի ունեցել բալիստիկ հրթիռների եւ 7 ժամ հարված չէր եղել, որը արդեն մեծ մի դադար էր, փաստորեն 7 ժամը մեծ դադար է եղել։ Այսինքն, եթե 7 ժամը մեծ դադար է, ուրեմն օրվա մեջ 3, 4, 5 անգամ արձակվում են այդ հրթիռները։ Անգամ եթե 2 անգամ արձակվեն, երկիրը կանգ է առնելու, անընդհատ ապաստարան են վազելու, չեն հասցնելու ոչ աշխատել, ոչ սովորել, ոչ, չգիտեմ, ուրիշ հարցով զբաղվել։ Ուրեմն այն ինչ կորուստներ է կրել Իրանը։ Բնականաբար ռադարներ են որոշակի վնասվել, մեծ
չափով ավերածություններ են գլխավոր քաղաքներում, Թեհրանում հատկապես, կառավարական շենքեր, նաև բնակելի շենքեր եւ այլն։ Սա է Իրանի կրած կորուստները, բայց եթե նայում ենք թե իր ճշնամիների կրած կորուստները որոնք են, օրինակ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի մասին ասացի 10, թե չասացի 12 մարդ է սպանվել, ըստ պաշտոնական տեղեկությունների եւ մոտավորապես 1200 հոգի կամ ավելի քան 1200 հոգի վիրավորվել է։ Եթե 1200 հոգի վիրավորվել է, կարող եք պատկերացնել, թե ավերածությունների ծավալը, պարզապես շատ ուժեղ գրաքննություն է մտցված Իսրայելում, որևէ ոչ իրենց քաղաքացիներին, ոչ էլ ԶԼՄ-ներին արտասահմանյան թույլ չեն տալիս հրապարակել այդ Այսինքն Իսրայելի կրած կորուստները ավելի շատ են այս պահի դրությամբ։ Չենք կարող ասել, չափել, գուցե Իրանին ավելի շատ լինեն, բայց տեսեք, եկեք համեմատենք Իրանի տարածքը, բնակչության թիվը Իսրայելի տարածքի եւ բնակչության թվի հետ։ Իրանի տարածքը հավասար է Արևմտյան Եվրոպայի մեծ մասին։ Որպեսզի լավ պատկերացնեն մեր ունկնդիրները, նորից ասեմ, ես այդ համեմատությունը հաճախ եմ բերում, եթե միացնենք Եվրոպայի ամենամեծ երկրները տարածքով, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, նրանց էլ կցենք Շվեյցարիան, կցենք Հոլանդիան, կդառնա մի հատ Իրան։ Հասկանում եք, ահռելի տարածք է եւ այդ տարածքում դու որքան պիտի խփես, ասեն 2000 հարված ենք հասցրել կամ 3000 թող լինի։ Դա Իրանի պես պետության համար այնպիսի բան չէ, որ չկարողանա դիմանալ։ 4 տարի Ռուսաստանը Ուկրաինային է խփում, որը Իրանի կես չափ է։ Այդ Ուկրաինան մինչև այսօր դիմանում է։ 4 տարի է, տասնյակ հազարավոր, 100 հազարավոր հարվածներ են եղել։ Ներխուժում է եղել ցամաքային, բայց Ուկրաինան դիմանում է, Իրանը ինչու չպետք է դիմանա դրան, իդեպ նաև սննդամթերքի պաշարները բավարարում են, որևէ առաջին անհրաժեշտության միջոցների պակաս երկրում չի նկատվում։ Ուրիշ ինչ կորուստների մասին կարող ենք խոսել, ԱՄՆ-ի օրինակ, Միացյալ Նահանգները տարածքային կորուստներ է կրել։ Զարմանալի բան է, բայց այդ մասին չեն խոսում։ Միացյալ Նահանգների ռազմաբազաները, որոնք տեղակայված են Պարսից ծոցի արաբական երկրներում, որոնք Միացյալ Նահանգների դաշնակիցն են, այդ բազաները փաստորեն շարքից դուրս են հանված։ Այդ բազաներում այլևս որևէ ինքնաթիռ չի տեղակայված։ Անձնակազմի զգալի մասը, եթե ոչ մեծ մասը, երբեմն նույնիսկ ամբողջությամբ հանված է այդ ռազմաբազաներից։ Այն ռադարները, որոնք նաև շատ թանկանոց ռադարները, որից մեկը $1 միլիարդ արժեր, նախազգուշացման այսպես վաղ նախազգուշացման ռադարները ոչնչացված են մեծ թվականակով։ Ուրեմն սա տարածքային կորուստ է, որտեղ այդ ռազմաբազան Միացյալ Նահանգների տարածքն էր այդ երկրներում։ 7-8 ռազմաբազայի մասին է խոսքը Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Քաթարում, որտեղ գտնվում էր Միացյալ Նահանգների այս մեծ տարածաշրջանի Սենտկոմ է կոչվում այդ հրամանատարությունը, որը ներգրավում է շատ մեծ տարածք, ոչ միայն Մերձավոր Արևելքը։ Սենտկոմի շտաբը, այդ ամբողջ տարածքը այնպես է ռմբակոծված, որ կասկածում ես, թե այնտեղ պետք է մեծ ուժեր մնացած լինեն։ Միացյալ Նահանգները կորցրել է 3, առնվազն 2 լուրեր կար, թե եւս 2-ն են խփվել, F-15 կործանիչներ, որոնց արժեքը յուրաքանչյուրը ավելի քան $100 միլիոն է։ Այսինքն կորուստները շատ մեծ են։ Այդ պատերազմի վրա օրական ծախսվում է ըստ այն հաշվումների, որ կան Միացյալ Նահանգներում $1 միլիարդ, չհաշված այս կորուստները, որոնց մասին խոսում ենք։ Պետք է նայել նաև տնտեսական կորուստների պահը եւ դաշնակիցների պահը։ Եկեք սկզբից տնտեսականի մասին շատ կարճ ասեմ։ Տնտեսական կորուստները դարձյալ հարյուրավոր միլիարդների են հասնում արդեն եւ Միացյալ Նահանգների եւ արդեն ամբողջ աշխարհի մի շարք պետություններ կորուստներ են կրել, քանի որ փակվել է Հորմուզի նեղուցը։ Հորմուզի նեղուցով անցնում է համաշխարհային նավթի առևտրի 20%-ը, անցնում է համաշխարհային հեղուկացված բնական գազի
առևտրի 25-30%-ը տփակվել է, չի աշխատում։ Եթե եւս մի քանի օր շարունակվի, մեծագույն կորուստներ են կրելու Չինաստանը, հատկապես Հնդկաստանը, որը մոտ 60% իր նավթի ստանում էր հենց այդտեղից։ Հետո Չինաստանը, Ճապոնիան, որը հենց Պերսից ծոցից է ստանում իր վառելիքի, այսինքն նավթի 90%-ից ավելին։ Սրանք բաներ են, որ մեծ ճնշում է արդեն գալու Միացյալ Նահանգների վրա, որպեսզի դադարեցնի պատերազմը հնարավորին չափ շուտ։ Խփվել են դե տուրիստական ոլորտը ջարդուփշուր է եղել։ Տուրիզմի մասին առաջիկայում խոսել հնարավոր չի լինելու, մարդիկ ով է գնալու տուրիզմի, այդ միլիարդավոր դարձյալ դոլարների տուրիզմ է տուժել։ Խփվել են նավթային հանքերը եւ վերամշակման գործարանները նավթի եւ գազի։ Կանգնել է աշխարհում ամենախոշոր նավթա վերամշակման ուրեմն գործարան Aramco Սաուդյան Արաբիայում։ Հասկանում եք, էլի կարող եմ շարունակել։ Պարալիզացվել է ողջ։ Այո, ամբողջ տնտեսությունը պարալիզացված է։ Հետո նրանք չեն կարող արտահանել արդեն այդ նավթը, որովհետև նավթը պետք է մի բանի մեջ լցնես, որ գնա։ Այն պահուստները, որ կան, դրանք արդեն լցված են։ Հիմա պետք է լցնեն այդ պահուստներից նավերի վրա, տանկերների վրա, որ նրանք տանեն։ Բայց այդ տանկերները չեն կարող դուրս գալ Հորմուզի նեղուցից։ Ինչպես տանեն։ Այդ պատճառով էլ կանգնեցվել է եւ գազի արտադրությունը, հեղուկ գազի, հեղուկացված գազի արտադրությունը Քաթարում, եւ նավթի արտահանումն ու վերամշակումը։ Սա տնտեսականը։ Դաշնակիցների պահով պետք է նայենք։ Իրանին միացել են իր տարածաշրջանային դաշնակիցները, Իրաքի շիական ռազմականացված խմբավորումները, որոնց շարքերում կան տասնյակ հազարավոր մարտիկներ, միացել է Հեզբոլահը, որը դարձյալ տասնյակ հազարավոր մարտիկներ ունի։ Հեզբոլահը արդեն իսկ հարվածում է Իսրայելի տարածքին եւ 3 տեղի ունեցավ առաջին համաձայնեցված միաժամանակյա հարվածը Իրանից եւ Լիբանանից, որը մեծ դժվարությունների առջև է կանգնեցնում իսրայելյան հոբ համակարգը։ Անսարուլլա Եմենի այդ հուսիտների հզոր ռազմական առումով շատ հզոր շարժումը պատրաստվում է մարտի մեջ մտնել եւ նախազգուշացրել է արաբական պետություններին, որպեսզի նրանք իրեն ճիշտ պահեն, այսպես ասած, հակաիրանյան գործողություններ չիրականացնեն, այլապես ինքը մեծ հարվածներ նրանց կհասցնի։ Ուրեմն սրանք արդեն գործի մեջ են մտած։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դեպքում որևէ պետություն դեռևս չի հայտնել, որ միանում է նրանց Իրանի դեմ պատերազմում։ Ասել են, որ կօգնեն գուցե Պարսից Բայց աջակցությունների մակարդակով այսպես մի քանի հայտարարություն եղել է։ Եղել է ոչ թե Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, այլ աջակցություն Պարսից ծոցի արաբական պետություններին, կամ կուղարկենք նավեր, որոնք պաշտպանեն Կիպրոսում մեր բրիտանական ռազմաբազաները եւ այլն։ Ահա այսպիսի բաներ են եղել։ Մյուս կողմից ուրիշ բան է տեղի ունեցել։ Միացյալ Նահանգների այդ ծոցի արաբական դաշնակիցները, այդ միապետությունները արաբական, որտեղ ռազմաբազաները կային եւ որոնք իրականում ինտեգրված էին արևմտյան տնտեսությունների մեջ ամբողջությամբ, այդ արևմտյան ընկերությունները այնտեղ ներկա էին եւ նավթի եւ մյուս բոլոր ոլորտներում։ Ուրեմն սրանք խորապես հիասթափված են այսօր Միացյալ Նահանգներից, որը չկարողացավ նրանց պաշտպանել իրանական հրթիռներից եւ ԱԹՍ-ներից հարվածային։ Որովհետեւ հոպի համակարգը բավարար չափով չաշխատեց։ Եվ սա մեծ ազդեցություն է թողնելու Միացյալ Նահանգների դաշնակիցների վրա։ Օրինակ հարավային Կորեայի վրա, որը նույնպես կարծում է, թե կարծում էր գոնե մինչև այս վերջին դեպքերը, թե Միացյալ Նահանգները կարողանա իրեն պաշտպանել Հյուսիսային Կորեայի հնարավոր հարձակումներից, եթե պատերազմ եղավ կամ չգիտեմ ինչ եղավ։ Այս առումով Միացյալ Նահանգները մեծապես տուժում է իր հեղինակությունը, մեծապես տուժելու է եւ ժամանակի ընթացքում դա ել ավելի վառ կերևա։ Մյուս խնդիրը սպառազինությունների հարցը։ Այստեղ ուրեմն հրթիռային պատերազմ է, օդային պատերազմ է։ Հրթիռները իսրայելյան եւ ամերիկյան հակաօդային հրթիռները, այդ պատրիոտները եւ թաադները
վերջանալու հատկություն ունեն։ Դրանք սահմանափակ են թվով։ Մի քանի հազար կա, այնտեղ տարբեր հաշվումներ կա, այսօրվա դրությամբ եթե նայենք այդ բոլոր պաշարները, որոնք նրանք ունեցել են եւ այլն, այսօր խոսքը կարող է լինել մի քանի հազար հրթիռների մասին, որոնցից նորագույնները 2-3 հազար է մնացել։ Արտադրությունը այդ հրթիռների շատ դանդաղ է ընթանում։ Տարեկան այդ պատրիոտներից արտադրվում է 600-620 հատ մոտավորապես, իսկ այն սատ հրթիռներից էլ ավելի պակաս, մոտավորապես 90 հատ, 100 հատ, այսպես։ Այսինքն իրանական հրթիռները, որ հարվածում են, դրանք շատ ավելի մեծ են քանակով եւ շատ շուտով այս հակաօդային հրթիռների պաշարները սպառվելու են։ Այս ով ավելի շատ կունենա, Իրանը ավելի շատ բալիստիկ հրթիռներ կունենա, թե սրանք ավելի շատ հակաօդային հրթիռներ կունենան։ Ըստ երևույթին Իրանի հրթիռների թվականակը ավելի մեծ է լինելու։ Ահա այսպիսի իրավիճակ է, իհարկե պարզ չէ, ինչպես կավարտվի այս ամենը, բայց տեսեք, եթե ինչն է հիմնական Իրանի դեմ հարվածային որն է ամենամեծ ուժը, դա օդուժն է, ավիացիան է, որով էլ կարողանում են մեծ վնասներ պատճառել։ Բայց եթե Իրանը հաջողեցնի այդ հակաօդային պաշտպանության միջոցները ճնշելուց հետո կամ այդ հրթիռները սպառվելուց հետո հարվածներ հասցնել նաև ռազմական օդանավակայաններին, որոնք գտնվում են Հորդանանում, Իսրայելում, ավիակիրների վրա են, եթե հասցրեց նաև Իսրայելի օդանավակայաններին, երեք ասացին, որ Բեն-Գուրիոնին են հարվածել, Բեն-Գուրիոնը քաղաքացիական Թել Ավիվի օդանավակայանն է, քաղաքացիական է, բայց այսօր օգտագործվում է նաև որպես ռազմական, այնտեղ տեղակայված են նաև ռազմական ինքնաթիռներ։ Եթե այդտեղ էլ հարվածի, ուրեմն այս ամբողջ օդուժը ստիպված է լինելու հեռանալ այս տարածաշրջանից, ինչպես հեռացել է Պարսից ծոցի օդանավակայաններից։ Իսկ եթե հեռանում է, հարվածելու հնարավորությունը Իրանի ուղղությամբ պակասում է, որտեղ հեռավորությունը այնքան շատ է արդեն, որ այդ ինքնաթիռները չեն հասցնել, որքան էլ օդում նրանց վերալիցքավորեն, այդ գնալ, հասնել, հետ գալը շատ է բարդանալու։ Այսինքն այսպիսի խնդիրներ կան եւ պատերազմը իմ գնահատմամբ այսօր չի կարելի այնպես ինչպես ներկայացում է, որ ահա հաղթում են, արդեն գրեթե Իրանը պարտվել է, այդպես չէ։ Եթե այսպես նայենք այսօրվա դրությամբ ես կասեի Իրանը ավելի շատ նույնիսկ ավելի մի քիչ այսպես առավելություն ունի այս պատերազմում, թեև կրում է ահռելի մեծ կորուստներ։ Պարոն Այվազյան, եւ այսպես արդեն ամփոփիչ որպես սա ինչպես է անդրադառնալու մեր տարածաշրջանի վրա եւ ուժային բալանսը ինչպես է փոխվելու, հա, մեր տարածաշրջանում։ Շատ լրջորեն անդրադառնալու է եւ մեր տարածաշրջանի վրա եւ հենց Հայաստանի վրա եւ ամբողջ մերձավոր արևելքի վրա։ Այս պատերազմից հետո մենք բոլորովին այլ պատկեր ենք տեսնելու մեր տարածաշրջանում էլ այնտեղ էլ։ Օրինակ տեսեք եւ եկեք վերցնենք TRIP ծրագիրը, Թրամփի ուղի այդ ասածը։ Տեսեք, Թրամփը չկարողացավ պաշտպանել Միացյալ Նահանգները իր Պարսից ծոցի դաշնակիցներին, իր ռազմաբազաները եւ նրանց տնտեսական ամենամեծ շահերը։ Հիմա այս TRIP-ը այսօրվա գործող իշխանությունը Հայաստանի դրել է Իրանի սահմանին է դրել է, ոչ թե նրանք հեռու են հարյուրավոր կիլոմետրերով այդ ռազմաբազաները, որոնք այսօր ստիպված էին այնտեղից հեռանալ, հանել իրենց զորքերը, հեռանալ եւ չի կարողացել պաշտպանել ուրեմն Քաթարին, Արաբական Էմիրություններին, Սաուդյան Արաբիային, Քուվեյթին, Բահրեյնին, չի կարողացել պաշտպանել Միացյալ Նահանգները։ Ոնց է պաշտպանելու Իրանի սահմանին կպած այդ ճանապարհը TRIP կոչվածը, ինչպես է պաշտպանելու, եթե այս պատերազմական վիճակը կարող է տևել տարիներ, այսինքն կարող է ընդհատվել, հետո վերաբռնկվել, հետո ընդհատվել, երի վերաբռնկվել։ Այս պայմաններում բերել Հայաստանի եւ Իրանի սահմանին դնել ամերիկյան ուժեր, որովհետեւ այնտեղ նշված է այդ ծրագրի մեջ, այդ պայմանագրի մեջ գրված է հստակ, որ պետք է անվտանգության անձնակազմը բերեն ամերիկացիները եւ այդ տարածքի վրա էլ ունենան բացառիկ իրավունքներ։ Այսինքն Իրանը հանդուրժելու է դա, պարզ չի որ այնտեղ անմիջապես ինչ որ մի պահի բռնկվելու է կռիվ ու պատերազմ եւ մենք ենք դժոխք դուրս գալու, որովհետեւ այդ կռիվ ու պատերազմը միայն այդ սահմանին կարող է չլինել, այլև արդեն տարածվել ամբողջ Հայաստանով մեկ։ Իսկ Հայաստանը այսօր այն վիճակում չէ, որ կարողանա Իրանը ամերիկյան պատերազմին դիմանալ։ Պարզապես Սյունիքը կդատարկվի։ Դա նշանակում է, որ այդ TRIP ծրագիրը պետք է փակել
ու այդ մասին այլևս չխոսել։ Արդեն քննարկել են ծրագիրը, արդեն Դե դա ոչինչ չի նշանակում, թող լավ նայեն ինչ է կատարվում, թող վերլուծեն, հասկանան, այս թրիպ ծրագիրը մեզ համար մահացու վտանգ է ներկայացում, ել չեմ խոսում այն մասին, որ դա Հայաստանի տարածքի անեքսիա է։ 99 տարով Հայաստանի տարածքը մեզանից առգրավվում է, իսկ այդ ով ասեց, որ պետք է 100 տարի անց հետ վերադարձվի։ Սա բացառել պետք է բացառել եւ չխոսել այլևս այդ ծրագրի մասին։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Այվազյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Արգելի հաստատիտողներ, հիշեցնեմ, որ մենք այսօր զրուցում ենք ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հետ։ Շնորհակալ եմ եթերին հետևելու համար, կհանդիպենք։